Բարձր դատան, անդրադառնալով պարոն Խաչատուրյանի Ես ներողություն եմ խնդրեմ ներկան յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչ կամ երբ մոտենա խոսափողին, խնդրում ներկայանա, դա ինձ թվում է հեշտ կլինի շփումը, այն իմաստով, որ դուք եք պատկերացնում շատ մեծ թվով ներկայացուցիչներ են, խառնաշփոթ չառաջանալու, խնդրում ներկայանաք եւ նշեք, որ դիմողին եք ներկայացնում։ Հայաստան կուսակցությունների դաշինքն եմ ներկայացնում, Հովհաննես Խուդանյան փաստաբան։ Պարոն Խաչատուրյանի կարծիքին անդրադարձ կատարելով, նաև պարոն Վարդևանյանի դիրքորոշումը լրացնելով, նշեմ, որ խնդիրը միայն այն չէ, Սահմանադրական դատանի դատավորը դերական վերաբերմունք կարող է ունենալ իշխող ուժի նկատմամբ, թե բացասական։ Պարոն Խաչատուրյանը ներկայացրեց, որ եթե իր եղբոր հանդեպ անարդար են վարվել, տրամաբանորեն ենթադրվում է, որ իմ մեկնաբանությունն է, պարոն Խաչատուրյան, ձեզ չեմ ցիտում։ Եթե այդպիսի գործողություն եղել, հավանաբար լավ տրամադրված չեն եղել, վատ տրամադրվածությունը նույնպես կանխակալության վկայություն կարող է լինել, ընդ որում մասնակից ցանկացած ուժի մասով։ Անդրադառնալով Տիկին Սաֆարյանի վերաբերյալ բարձր դատարանի նախկինում կայացրած որոշման եւ այնուհետեւ մեր դիմումով հայտնած տեղեկատվությանը, ես կխնդրեի, որպեսզի քանի որ այդ քննարկումը բնականաբար կատարվել է կողմերի բացակայությամբ, անդրադարձ կատարվեր մեր կողմից ներկայացված առանձին մի քանի դետալների, արդյոք ի սկզբանե քննարկվել են նաև այդ համատեքստում։ Բնականաբար հայտնի է Տիկին Սաֆարյանի մասնակցությանը տարբեր քրեական վարույթների, որ ներկայացված է մեր կողմից, վերաբերմունքը տարբեր մասնակիցների նկատմամբ, բայց ուզում եմ բարձր դատանի ուշադրությանը դարձնել մեկ արտահայտության վրա եւ խնդրեմ արդյոք այս արտահայտությունը որևէ գնահատականի արժանացել է քննարկումների ընթացքում։ Խոսքն այն մասն է, որ Տիկին Սաֆարյանը նշանակվելով վերջինիս տեխնացությունը, որ առաջադրվել է բարձր դատանի դատավորի պաշտոնում, կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք այս արտահայտությունը, որ ներկայացված էր մեր դիմումի մեջ, քննարկվել են տրամաբանության մեջ, որ Տիկին Սաֆարյանի որոշումները կարող են կանխորոշված լինել այդպիսի մոտեցումով եւ օրինակ ուղղված լինել այնպիսի քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախկինում եղել են իշխանության մաս։ Իսկ կարող են այս դիրքորոշումը, որ հենց հայտարարվել է Սահմանադրական դատանի դատավորի պաշտոնում ընդունվելու համար, կանխորոշել մնացած հաջորդի բոլոր գործողությունները, օրինակ փորձել հատուկ հակադիր որոշում կայացնել, զրկելով հնարավորությունից, որպեսզի նախկինում իշխանություն կազմած ուժերը հնարավորություն ունենան ընտրությունների արդյունքներ վիճարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համեցեք։